Բարև ձեզ, սիրելի ունկնդիրներ, Փառք Աստծո, որ մենք այսօր էլ զարթնել ենք քնից, կարող ենք գալ Աստծո ոտքի մոտ եւ սորել, թող Աստված մեզ իր Սուրբ Հոգին տա, որպեսզի մենք ճիշտ հասկանանք եւ երբ որ հասկանանք, Աստծո շնորհքով կարողանանք իրագործել մեր կյանքում Հիսուսի անունով ամեն։ Մենք գիտենք, որ մենք այս երամսյակ ուսումնասիրում ենք շատ կարևոր թեմա, որ կոչվում է մեծ պայքար, այսինքն այն բոլոր ինչ որ մեր շուրջն է տեղի ունենում, եւ առաջին 3 դասերում մենք անցկացրինք ինչպես մեղքը ծագեց, ում մեջ սկզբում մեղքը ծագեց, հետո ինչ քայլեր արեց Աստծո թշնամին, որպեսզի դժվարության մեջ գցի նաեւ Աստծո կողմից ստեղծված մարդկանց, եւ ցավոք մեղքը մտավ Աստծո ստեղծած երկիրը, եւ հետո մենք ուսումնասիրեցինք ինչպես Սատանան շարունակեց իր պայքարը խոշտանգելով եւ տանջանքների մատնելով Հիսուսի հետևորդներին, բայց տեսավ, որ հակառակը տեղ ունեցավ, փոխարենը ոչնչանա քրիստոնեությունը, այն տարածվեց եւ որոշեց իր ռազմավարությունը փոխի եւ դրդեց եկեղեցում եղան այնպիսի մարդիկ, ովքեր սխալ ուսմունքներ մտցրեցին եկեղեցի եւ ամբողջ եկեղեցին, օֆիցիալ եկեղեցին գնաց սուտի հետևից եւ ստեղծվեց կաթոլիկական եկեղեցին, որ այն ժամանակ միակ քրիստոնեական եկեղեցին էր, բայց քանի որ կաթոլիկ եկեղեցին լսեց սատանային եւ իր ուսմունքը փոխեց, ճշմարիտ ուսմունքը փոխեց եւ հեթանոսական սովորություններ մտցրեց եւ Աստծո օրենքն էլ փոխեց, այնուամենայնիվ թեև շատ մարդիկ խաբվեցին եւ գնացին ստի հետևից, այնուամենայնիվ կային մարդիկ, որոնք հավատարիմ մնացին Աստծուն եւ տեսնենք, թե ինչ տեղի ունեցավ, երբ որ սխալ ուսմունքները մտան եկեղեցի, արդյոք հաղթություն եղավ Աստծո թշնամուն, թե ոչ, արդյոք մնացին մարդիկ, ովքեր հավատարիմ էին Աստծուն, թե ոչ։ Ուրեմն հիշելու համարն է Հովհաննես 3:14-15 եւ ինչպես Մովսեսն անապատումոցին բարձրացրեց, այնպես էլ մարդու որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է հավիտենական կյանք ունենա։ Ամբողջ քրիստոնեության իմաստը սա է, որ մենք ապրում ենք այս ժամանակավոր կյանքը, որպեսզի ընտրություն կատարենք, արդյոք հավիտենական կյանքում ուզում ենք ապրել, թե ոչ, Աստծո հետ ուզում ենք հավիտյան ապրել, թե ոչ։ Ուրեմն հայտնությունում հիշվում է մի քաղաք Սմյուրնյան, որը ծովի եզերքին էր եւ մեր թվարկության առաջին երկրորդ դարերին այն ծաղկում էր եւ շատ հավատարիմ էր Հռոմին։ Այնտեղ մոտարպես ապրում են 100,000 մարդիկ եւ ամեն տարի գոյություն ուներ տոն, որ այդ տոնի ժամանակ խունկ էին ծխում հռոմեական աստվածների։ Եվ քանի որ Զմյուրնայում տարածվել էր ճշմարտությունը եւ շատ քրիստոնեական եկեղեցիներ էին ստեղծվել, բավականին քանակությամբ քրիստոնյաներ հրաժարվում էին մասնակցել այս տոնին, որոնք խունկ էին ծխում Հռոմի աստվածների, այդ ժամանակ դեռ հեթանոս Հռոմն էր, ոչ թե պապական Հռոմը, եւ այնտեղի Սմյուրնայի քրիստոնեական եկեղեցու առաջնորդն էր Պոլիկարպը, եւ իրան մի քանի անգամ փորձեցին ստիպել, որ ինքը հրաժարվի, ուրանա Քրիստոսին, բայց ինքը չարեց եւ վերջի վերջո որոշեցին, որ նրան պետք է սպանեն, նրան վառեցին հրապարակում, իպես բոլորին, բայց Պոլիկարպը չհրաժարվեց, արդեն բավականին ծեր տարիքում էր 76 տարեկան
Եվ ինքը ի պատասխան նրանց ասեց. ես 86 տարի ծառայել եմ նրան, այսինքն Հիսուսին, եւ նա ինձ ոչ մի վատ բան չի արել, ինչպես կարող եմ չարախոսել իմ թագավորի մասին, ով փրկել է ինձ։ Այս մարդը լավ էր հասկացել, որ այս կյանքը ընդամենը ժամանակավոր մի կյանք է եւ կապ ունի, թե ինչ ընտրություն ինքը կատարեց այդ կյանքի ժամանակ։ Այս մարդը կատարեց ճիշտ ընտրություն։ Եվ նրան սպասում է Աստծուց պարգև։ Դարեր շարունակ մարդիկ պատրաստ են եղել նահատակվելու, բայց չեն հրաժարվել Քրիստոսի հանդեպ հավատից։ Ուրեմն տեսնենք ինչ տեղի ունեցավ, երբ որ այս սուտ ուսմունքները մտան եկեղեցի, կարդանք Դանիել 7 գլխում 23-ից 25 հավարներում կա մարգարեություն, որը շատ ճշգրիտ կատարվեց։ Դանիել 7 գլուխ 23-ից 25 հավարները։ Այսպես ասած, չորրորդ գազանը երկրի վրա չորրորդ թագավորություն է լինելու, որը տարբեր պիտի լինի բոլոր թագավորություններից եւ պիտի լափի ամբողջ երկիրը, պիտի ոտնահարի եւ քշրի այն, այսինքն խոսքը գնում էր Հռոմի մասին։ Իսկ այդ 10 եղջյուրները 10 թագավորներն են, որ այդ թագավորությունից են ելնելու, այսինքն Հռոմը երբ որ փլուզվեց 10 հատ երկիր ստեղծվեց Հռոմի փոխարեն, նրանցից հետո մի ուրիշն է լինելու, որը տարբեր է լինելու առաջիններից եւ 3 թագավոր է տապալելու։ Այսինքն այս բոլորի մեջ դուրս եկավ մի ուրիշ թագավորություն, որը տարբեր էր, այսինքն սրանք քաղաքական իշխանություններ էին, բայց այս մեկը տարբեր էր եւ տեսնենք ինչով էր տարբեր։ Եվ ասում է սա այդ երեքին տապալեց եւ բարձրալի դեմ խոսքեր է խոսելու, հյուծելու է ամենաբարձրալի սրբերին եւ մտածելու է ժամանակներն ու օրենքները փոխելու մասին։ Եվ դրանք մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ նրա ձեռքը պիտի մատնվեն։ Այսինքն այս խոսքերից մենք տեսնում ենք ուրիշ թարգմանության մեջ գրված է, որ ժամանակները գրել է սուրբ օրերը պիտի փոխի եւ օրենքները փոխելու մասին։ Աստծո օրենք, ոչ թե օրենքները։ Եվ ուրեմն սա նշանակում է, որ սա կրոնական իշխանություն է, որը բանացնում է քաղաքական իշխանություն։ Այսինքն կրոնական, այստեղ մարգարեությունը մի կրոնական իշխանության մասին, ով որ սուրբ օրերն է փոխելու, ով որ Աստծո օրենքն է փոխելու։ Եվ այդ լիովին համընկնում է կաթոլիկ եկեղեցու հետ, որտեղ կաթոլիկ եկեղեցին մցրեց հեթանոս սովորություններ իր եկեղեցում եւ երկրորդ օրենքը, որ ասում է կուռք մի սարքեք, այն բոլորին հանեց Աստծո օրենքից եւ որպեսի նորից 10 դառնա, վերջինը բաժանեց երկու մասի, վերջին օրենքը եւ նաեւ ասեց, որ շաբաթը պետք չի պահել, արդեն պետք է մենք անցած անգամ այդ մասին խոսացինք, կիրակին պահել, այսինքն բոլորովին Աստծո խոսքից հետ կանեց։ Հիմա տեսնենք արդյոք բոլորը հետևեցին սրան, թե ոչ։ Հայտնություն 12 գլխի 6-14 համարները։ Հայտնություն 12 6-ից 14 համարները։ Եվ կին անապատ փախավ, ուրեմն այս կինը խորհրդանշում էր եկեղեցին, ճշմարիտ հավատացյալներին, որտեղ Աստծուց պատրաստված տեղ ուներ, որպեսզի այնտեղ նրան կերակրեն 1260 օր։ Այսինքն մենք գիտենք, որ մարգարեության մեջ օրը համապատասխանում է 1 տարվա, այդ մասին արդեն խոսացել ենք, եւ ուրեմն 1260 օր ճշմարիտ հավատացյալները ստիպված էին փախնել անապատ,
փախչել անապատ եւ բացվարվել։ Ինչու՞, որովհետեւ օֆիցիալ եկեղեցին, երբ որ տեսավ, որ իրենց այս կրոնական իշխանությունը, երբ որ տեսավ, որ իրենք չեն ենթարկվում իր հանած նոր օրենքներին, այլ շարունակում են Աստվածաշունչ կարդալ, այսինքն կաթոլիկ եկեղեցին նաև արգելեց Աստվածաշունչ կարդալ եւ վերցրեց եւ վառեց Աստվածաշունչերը, եւ դա կոչվում է խավար, ոնց էր հայերեն, խավարի դարեր էր կոչվում, եւ երբ որ կաթոլիկ եկեղեցին գործում էր Աստծո անունից, բայց գործում էր Աստծո դեմ։ Բայց այս մարդիկ, Աստծուն հավատարիմ մնացած մարդիկ, իրենք շարունակեցին Աստվածաշունչը գաղտնի ուսումնասիրել եւ հավատարիմ մնալ Աստծուն։ Եվ իհարկե Աստված իրենց պաշտպանեց, Աստված միշտ օգնում է իր ճշմարիտ հավատացյալներին։ Աստծո խոսքը զորացրեց եւ պահպանեց ճշմարիտ հավատացյալներին այդ ընթացքում, երբ մոլեգնում էր մեծ պայքարը պապական գերիշխանության այդ երկար ու մութ ժամանակաշրջանում։ Եվ այդ ժամանակաշրջանը կոչվեց խավարի ժամանակաշրջան, ինչու, որովհետև Աստծո լույսը խավարեց, որտեղ Աստծո օֆիցիալ ներկայացուցիչը, որ պիտի Աստծո լույսը տարածեր, բոլորովին վերցրեց, աղավաղեց Աստծո օրենքը, Աստծո ճշմարտությունը, Աստծո ուսմունքը եւ բոլորովին, այսինքն Աստծո մասին լիովին սխալ տպավորություն ստեղծեց, այդ չեմ խոսում խաչակրաց արշավանքների մեջ եւ ուժով ստիպում էին մարդկանց իբր թե քրիստոնյա դառնալ։ Ուրեմն այսպիսով մեծ հարված հասցվեց քրիստոնեական գործին, որ սխալ ներկայացվեց Աստված։ Հիսուսը եկավ, ճիշտ ներկայացրեց Աստծուն, բայց այս մարդիկ նորից վերցրեցին ճշմարտությունը եւ սխալ ներկայացրեցին Աստծուն մարդկանց։ Բայց ճշմարիտ հավատացյալները գիտեն ճշմարտությունը եւ հավատարիմ մնացին Աստծուն։ Ուրեմն մենք այս մասին ասեցինք, որ 1260 օրը նշանակում է 1260 տարի եւ այս նշված մի ժամանակը 2.5, այսինքն մեկին գումարած 2 եւ գումարած կես 3.5 տարի գումարած անգամ 260, այսինքն այդ ժամանակը անգամ 260 օր, 360 օր, որտեղ տարվա մեջ 360 օրը, անում է 1260 օր։ Ուրեմն ով էին այս երեք, երբ սկսվեց այս 1260 խավար օրերը, տարիները։ Առաջինը, երբ որ այս երեք թագավորությունները, որ մենք նշեցինք, չուզեցան հնազանդվել կաթոլիկ պապական Հռոմին, վեստգոթերը, վանդալները եւ օսգոթերը դրանք էին, նրանք Հռոմի պաշտոնական ուսմունքին չենթարկվեցին եւ նրանք պատերազմ հայտարարեցին նրանց դեմ եւ այս սկսեցին 538 թվականին եւ այդ թվականը համարվում է այդ խավար դարաշրջանի օֆիցիալ սկիզբը եւ այն վերջացավ 1798 թվականին, երբ Նապոլեոնի զորավար Բերտիեն պապին հեռացրեց Հռոմին։ Եվ այդ 1260 տարիների ընթացքում շատ հավատարիմ քրիստոնյաներ նահատակվեցին, որովհետև սատանան նորից դիմեց իր հին ռազմավարությանը, տեսավ, որ չնայած ինքը խաբեց, սուտ ուսմունքներ մտցրեց եկեղեցուն իր մարդկանց միջոցով, բայց եղան մարդիկ, ովքեր
հավատացին, հավատարիմացին Աստծուն եւ Աստվածաշնչին, եւ ինքը որոշեց ելի նույն ռազմավարությունը կիրառել, այսինքն արդեն կրոնական իշխանության միջոցով նրանց հալածել եւ նույնիսկ սպանել։ Մենք գիտենք Խավար միջնադարում պապական Հռոմը ինչ էր, ինչ ահավոր վայրագությունները կատարել ճշմարիտ հավատացյալների հետ։ Եվ չնայած նրանք մահացան, բայց նրանք հաղթեցին։ Ինչու՞, որովհետև երբ որ Հիսուսը գա, իրենք օգտագործեցին իրենց ժամանակավոր կյանքը ճիշտ ընտրություն անելու համար, հավետ ապրելու Աստծո թագավորությունում Աստծո հետ։ Նրանք Քրիստոսում ազատագրված էին մեղքից եւ մեղքի գերեշխանությունից եւ հաղթեցին սատանային գարան արյունով։ Խաչի վրա Քրիստոսի հաղթանակը նրանց հաղթանակն էր սատանայի հանդեպ, թեև նրանք մահացան, նրանց մահը լինելու էր միայն հանգստություն, մինչև Քրիստոսի վերադարձը։ Էլի, այս կարճ ժամանակը, ինչպես անցած անգամ մենք ասացինք, մեզ տրված է, որպեսզի մենք ընտրություն կատարենք Աստծո, արդյոք ուզում ենք Աստծո հետևից գնալ, հավիտենական կյանք ընտրել, թե ուղղակի թշվառ մի կյանք անցկացնել այստեղ, վախենալով մեզ նման մարդկանցից, վախենալով եւ ենթարկվելով շահի պատճառով անօրեն մարդկանց, թե ճշմարտության ջահը վերցնել, ճշմարտությունը ընտրել եւ հետո արժանանալ հավիտենական կյանքին։ Կարդանք Հուդա 3-4 համարները, փոքրիկ գիրկա մի գլխով Հուդա է կոչվում, եւ սա Հիսուսին դավաճանող, ոչ թե Հիսուսին դավաճանող Հուդան է, այլ Հակոբոսի եղբայր Հուդան է։ Ուրեմն կարդանք այս փոքրիկ գլխի ինքը առաջին համարում գրում է Հուդան, Հիսուս Քրիստոսի ծառա եւ ու Հակոբոսի եղբայրը նրանց, ովքեր սիրված են Հայր Աստծուց եւ Հիսուս Քրիստոսի համար պահված ու ընտրված, թող ողորմությունը, խաղաղությունը եւ սերը առատ լինեն ձեզ վրա։ Սիրելիներ, ամեն ջանք թափեցի, որ ձեզ մեր ընդհանուր փրկության մասին գրեմ։ Հարկ եղավ, որ գրեմ ձեզ ու խնդրեմ, որ պայքարեք մեկ ընդմիշտ սրբերին ավանդած հավատի համար, որովհետև սողոսկեցին ձեր մեջ ոմանք, որոնք վաղուց սահմանված էին սույն դատաստանի համար, ամբարիշտներ, որոնք մեր Աստծո շնորհն անառակության վերածեցին եւ որ անում են այն միակ իշխանին եւ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսին, ինչպես հրաժարվելով նրա օրենքից, որտեղ իրանք անառակությունը սիրեցին, որտեղ իրանք ուզեցին շարունակել անառակություն անել, այսինքն անհավատարիմ մնալ Աստծուն։ Ուրեմն այս գիրքը Հուդայի կողմից գրվել է մեր թվակացության 65 թվականից կարճ ժամանակ առաջ եւ գրվել է հավատարիմ քրիստոնյաների համար։ Այս հորդորը միջնադարում ավելի մեծ նշանակություն ուներ հավատացյալների համար, այն բանից հետո, երբ հեթանոսական սովորույթները հեղվեցին եկեղեցի եւ մարդկային ավանդույթները վտանգի տակ դրեցին Աստծո խոսքը։ Այսինքն Աստծո ուսմունքը փոխարինվեց հեթանոսական սովորույթներով եւ Աստծո խոսքը փոխարինվեց մարդկային ավանդույթներով։ Բայց եղան մարդիկ, հավատացյալներ, ովքեր չենթարկվեցին ստին եւ շարունակեցին իրենց պայքարը հենց միջնադարում։ Եվ այս խոսքերը Հուդայի իրանց ուժ էր տալիս։ Էլեն Ուայթը մեծ պայքարի 61-ում գրում է. Բոլոր դարերում էլ եղել են Աստծո վկաներ մարդիկ, որ հավատացել են Քրիստոսին որպես Աստծո եւ մարդու միջեւ միակ միջնորդի, որ Աստվածաշունչը համարել են կյանքի միակ չափանիշը եւ պահել ճշմարիտ շաբաթը։ Կարդանք Հայտնություն 2-րդ գլխի 10 համարը։
երկրորդ գլխի 10 համարը։ Բնավ մի վախեցիր այն բանի համար, որպեսզի չարչարվես։ Ահա բանսարկուն ձեզանից ոմանց բանտ է նետելու, որպեսզի փորձվեք, եւ 10 օր նեղություն եք ունենալու, հավատարիմ եղիր մինչև մահ, եւ կյանքի պսակը կտամ քեզ։ Ուրեմն սրանք նորից մարգարեություն են, խոսքեր, որ կատարվեցին միջնադարում հավատարիմ հավատացյալների նկատմամբ, եւ այս խոսքերը գրվել էին Զմիրնայի եկեղեցու երկրորդ գլխում, եւ այս Զմիրնայի հովանավոր աստվածն էր Դիոնիսիոսը, տոնախմբության եւ պտղաբերության աստվածը։ Եվ երբ այս աստվածի քահանաները, սուտ աստվածի քահանաները մահանում էին, նրանց թաղման արարողության ժամանակ նրանց գլխին պսակ էին դնում։ Եվ սա երկրային պսակ էր, բայց Հովհաննես առաքյալը գրում է, որ եթե դուք հավատարիմ մնաք Աստծուն, երկնային պսակ եք ստանալու Հիսուս Քրիստոսի ձեռքից։ Եվ այդ պսակը տրվում է նրանց, ովքեր հանուն Քրիստոսի փորձություններ, դժվարություններ, տառապանք եւ նույնիսկ մահ են ճաշակել։ Կյանքի պսակը ոգեշնչում է այս հավատարիմ հավատացյալներին, որ հանուն Քրիստոսի համբեր են մինչև մահ։ Դժվար հանգամանքներում այն մշտապես ոգեշնչում է նրանց։ Եվ ուրեմն կարդանք Գործ Առաքելոց 5-րդ գլխի 28-ից 32 համարները։ Ուրեմն սա այն մասն է, երբ որ Պետրոսը եւ առաջին աշակերտները քարոզում են եւ շատ մարդիկ դարձի էին գալի եւ քահանապետը, այսինքն այն ժամանակվա նորից կրոնական իշխանությունը, տեսնում եք, շատ անգամ օֆիցիալ կրոնական իշխանությունը հենց ինքն է պայքարում ճշմարտության դեմ, հենց ինքն է հալածում ճշմարիտ հավատացյալներին, սկսած այն ժամանակվանից։ Եվ քահանայապետը նրանց ասաց. ձեզ խստիվ չպատվիրեցինք, որ այդ անով, այսինքն Հիսուսի անով չուսուցանեք։ Ահա Երուսաղեմը իմիջիայլոց ոչ միայն կրոնական իշխանություն էր, այլ նաև պետական, որտեղ դրանք միախառնված էին Հուդայում, Երուսաղեմում։ Ահա Երուսաղեմը ձեր ուսմունքով լցրիք եւ ուզում եք այդ մարդու արյունը մեզ վրա գցել։ Պետրոսն ու առաքյալները պատասխանեցին եւ ասացին. պետք է առավել Աստծուն նազանվել, քան մարդկանց։ Այսքան այո, դուք օրենքներ եք հանում, մեզ ստիպում, բայց մենք, եթե այդ օրենքը հակասում է Աստծո օրենքին, մենք Աստծուն կհնազանդվենք, այլ ոչ թե ձեր օրենքին։ Մեր հայրերի Աստվածը հարություն տվեց Հիսուսին, որին դուք փայտից կախելով սպանեցիք։ Աստված իր աջով նրան որպես առաջնորդ ու փրկիչ բարձրացրեց, որպես Իսրայելին ապաշխարություն ու մեղքերի թողություն տա, եւ մենք նրա այս խոսքերի վկան ենք, ինչպես նաեւ Սուրբ Հոգին, որ Աստված տվեց իրեն հնազանդվողների։ Ուրեմն, երբ որ պետական օրենքը հակասում է Աստծո օրենքին, քրիստոնյաները պետք է ընտրեն հնազանդվել Աստծո օրենքին, այլ ոչ թե պետական։ Կարդանք նաև Եփեսացիներ 6 գլխի 10-ից 12 համարները։ Այսուհետև զորացեք Տիրոջով ու նրա զորության ուժով եւ Աստծո սպառազինությամբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմանել։ Ինչն է դա? Աստծո խոսքը, հավատքը, որտեղ մեր պատերազմը արյան եւ մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների եւ պետությունների դեմ, այս խավար իշխարի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Եվ նաեւ կարդանք Հայտնություն 3-րդ գլխի 11 համարը։
ահա շուտով ես գալիս եմ։ Պահիր, ինչ որ ունես, որպեսզի ոչ ոք քո պսակը չվերցնի։ Այսինքն Աստված նախազգուշացնում է, որ երբ որ մարդ սկզբում հավատարիմ է լինում, հետո դադարում է հավատարիմ լինելուց, ինչ է լինում, նա իր պսակից զրկվում է, հավիտենական կյանքի պսակից։ Ուրեմն վալդենսները դա առաջին բարենրոքիչներից առաջ եկան եւ նրանք ապրում էին հյուսիսային Իտալիա եւ հարավային Ֆրանսիայի, այսինքն այդ տարածքում եւ երբ որ նրանք ընտրեցին հենց այս սկզբունքը, որ առավել իրենք հնազանդվեն Աստծո ճշմարտությանը, քան թե մարդկանց օրինած սուտ ուսմունքներին, եւ դրա համար իրենք սկսեցին հալածվել պապական եկեղեցու կողմից եւ այս մարդիկ հռոմեական, այսինքն պապական եկեղեցու ավանդույթներին հնազանդվելու փոխարեն վալդենսները քաջություն ունեցան պաշտպանելու Աստծո խոսքի ճշմարտությունները։ Եվ նրանք Եվրոպայի ժողովուրդների մեջ առաջիններն էին, որ Աստվածաշունչը թարգմանեցին իրենց լեզվով։ Ժան Լեգեն գիրք է գրել եւ նկարագրում է, թե ինչպես էին նրանք հոգատար ձևով գաղտնի կերպով արտագրում Աստվածաշունչը եւ իրենք առևտրականների անվան տակ ճանապարհորդություններ էին անում եւ երբ որ տեսնում էին ճշմարտությամբ հետաքրքրվող մարդու գաղտնի ձևով այս հոգատար ձևով արտագրած Աստվածաշունչը ճշմարտությունը տալիս էին այդ մարդուն, իհարկե դա կապված էր վտանգի հետ, որտեղ ամենուրեք պապական եկեղեցին ուներ իր շպիոններին, իր լրտեսներին եւ նաեւ իրենց երեխաներին դրդում էին անգիր անել Աստվածաշունչը, Աստվածաշունչի որոշ համարներ եւ նաեւ այդ արտագրած համարները իրենց երեխաները, երբ որ գնում համալսարաններում սովորում էին, նրանք նույնպես գաղտնի ձևով տալիս էին նրանց, ովքեր հետաքրքրվում էին ճշմարտությամբ, իհարկե դա անվտանգ չէր եւ շատերը դրա համար հալածվեցին եւ նույնիսկ սպանվեցին ուրիշներին լույս տալու համար։ Եվ Առակներ 4:18 ասում է. բայց արդարների ճանապարհը ծագող լույսի պես է, այն գնալով լուսավորում է, մինչև որ կատարյալ օր է դառնում։ Այսինքն ամեն դարում Աստված ամեն սերունդին բացել է այնքան ճշմարտություն, ինչքան որ իրանք կարող էին ընկալել, ինչքան որ այն ժողովուրդը, ում իրենք պիտի քարոզեին, այդքան կարող էին ընկալել։ Աստված կարող էր միանգամից բացել, բայց հնարավոր չէ մութ սենյակից դուրս գալ լույսին, եթե մի պայծառ լույս լինի, անմիջապես կուրանում է մարդը։ Այսինքն այն ճանապարհը, որով Աստված առաջնորդում է իր զավակներին, Սողոմոնը համեմատում է արևի հետ, որն ավելի ու ավելի բարձր է ծագում, եթե Աստված պարզապես դիեզերական անջատիչ տեղադրեր եւ արևն ակնթարթորեն փայլեր իր ողջ պայծառությամբ, այն կկուրացներ մեզ։ Այն բանից հետո, երբ դարեր շարունակ խավարը պատեց աշխարհը, այսինքն այդ 1260 տարիները, Աստված վեր հանեց իր խոսքի նվիրված մարդկանց, որ շարունակեցին ավելին փնտրել։ Այսինքն խավար դարաշրջանից հետո ամեն մի սերունդին ավելի շատ էր բացվում։ Մի սերունդին բացվեց այսքան, մյուս սերունդին այսքան, մյուս սերունդին այսքան։ Գիտեք, դա նման է նորից, երբ որ դպրոցում սովորում ես, դու չես կարող առաջին դասարանի երեխային բերես 10-րդ դասարանի ծրագիրը տաս։ Եվ դրա համար Աստված քիչ-քիչ բացում էր ճշմարտությունը սերնդից սերունդ, ամեն սերունդ, եւ այսօր մենք ապրում ենք այնպիսի դարաշրջան, որ ամբողջ ճշմարտությունն է բաց մեր առջև։ Բայց մեր ընտրությունն է, մենք կընտրենք այն թե ոչ։ Սաղմոսներ, կարդանք Սաղմոսներ 19 գլուխ 7-ից 11 համարները։
Տիրոջ օրենքը կատարյալ է եւ նորոգում է հոգին։ Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է եւ իմաստուն է դարձնում պարզամիտին։ Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը։ Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը։ Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան։ Տիրոջ դատաստանները ճշմարիտ են եւ լիովին արդար։ Դրանք ավելի ցանկալի են, քան ոսկին, քան թե մեծականակ գտնված ոսկին, ել ավելի քաղցր են, քան մեղրը եւ մեղրախորիսը։ Նաև կարդանք Երեմիա 15:16 Քո խոսքերը գտնվեցին եւ ես կերա դրանք, եւ քո խոսքը ինձ համար ցնծություն ու սրտիս ուրախությունը եղավ, որտեղ քո անունով կոչվեցի, ով Տեր զորությունների Աստված։ Մի այլ տեղ Սաղմոս 2-ն ասում է, որ քո ճշմարտությունը ավելի քաղցր է, քեզ հետ կյանքը ավելի քաղցր է, քան թե առանց քեզ այս ժամանակավոր կյանքը եւ ուրեմն այս բարենորոքիչները ուրախանում էին Աստծո խոսքով, նրանք ովքեր պայքարեցին ստի դեմ եւ այս խավար դարերում եւ ճշմարտությունն էին տալիս մարդկանց, դրա համար հալածվեցին, դրա համար սպանվեցին, բայց արեցին այդ գործը։ Նրանց համար Աստծո կամքը կատարելը ցանկալի էր, նրա օրենքը սիրելի էր նրանց համար։ Բարենորոգման կարևոր հիմնարար ճշմարտություններից մեկն այն ուրախությունն էր, որ պարգևում էր Աստվածաշնչի ուսումնասիրությունը։ Այն ձանձրալի կամ տանջալի գործ չէր, ձևական վարժություն կամ խիստ պահանջ, այն հաճույք ու բերկրանք էր։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը նրանք վերափոխում էին Սուրբ Հոգու զորությամբ։ Կարդանք Մեծ պայքար, էջ 94 Wycliffe-ի բնավորությունը վկայում է Սուրբ գրքի դասիրակող վերափոխող զորության մասին։ Նրան Աստվածաշունչն էր այդպիսին դարձրել։ Սուրբ գրային հայտնության մեջ ճշմարտությունները ըմբռնելու ջանքը թարմացնում եւ զորացնում է մարդու բոլոր ունակությունները, այն ընդլայնում է միտքը, սրում ըմբռնողությունը եւ հասունացնում դատողությունը։ Եվ եթե մենք ուզում ենք այսպիսին դառնալ, մենք պետք է ուսումնասիրենք Աստվածաշունչը։ Աստվածաշնչի ուսումնասիրությունը այնպես է վայհացնում յուրաքանչյուր միտք, զգացմունք ու ձգտում, ինչպես չի կարող անել ուրիշ ոչ մի ուսումնասիրություն։ Այն օժտում է նպատակի կայունությամբ, համբերությամբ, խիզախությամբ եւ տոկունությամբ, հղկում է բնավորություն ու սրբացնում հոգին։ Սուրբ գրքի լրջախոհ ակնածանքով ուսումնասիրությունը, որ քննողի միտքն անմիջական շփման մեջ է դնում անսահմանի մտքի հետ, աշխարհին կտա ավելի հզոր ու գործուն մտքի, ինչպես նաև ավելի ազնիվ սկզբունքների տեր մարդիկ, քան երբևէ տվել է մարդկային փիլիսոփայության ամենահանջարեղ ուսուցումը։ Եվ այդպես էլ եղել է։ Գալիլեո Գալիլեյ, Նյուտոն եւ շատ այլ պայծառ մտքեր, նրանք խորը հավատացյալներ են եղել եւ հետևել են Աստծո ճշմարիտ ուսմունքին, Աստծո խոսքին։ Կարդանք 2 Տիմոթեոս 2:1-3 համարները։ Արդ դու որդյակ իմ, զորացի շնորհով, որ Քրիստոս Հիսուսի մեջ է, եւ այն, որ ինձանից լսեցիր բազում վկաների ներկայությամբ հավատարիմ մարդկանց ավանդիր, որոնք ընդունակ են ուրիշներին եւս ուսուցանել, չաչարակից եղիր ինչպես Քրիստոս Հիսուսի բարի զինվոր։ Ուրեմն Ջոն Wycliffe իր կյանքն անցկացրեց Աստվածաշունչը անգլերեն թարգմանելով միայն երկու պատճառով, որտեղ կենդանի Քրիստոսը նրան վերափոխեց խոսքի միջոցով եւ Քրիստոսի սերը դրդեց կիսվելը այն ամենով, ինչ սովորել էր այլոց հետ։ Որովհետև Աստծո խոսքի ճշմարտությունը եւ Քրիստոսում փրկության ուրախությունը այնքան է լցնում այս մարդկանց սիրտը, ովքեր ճանաչում են ճշմարտությունը, որ նրանք կիսվում են ուրիշների հետ, դա չեն կարող պահել իրենց մեջ։ Մինչ Wycliffe-ի թարգմանելը Աստվածաշնչից շատ քիչ բան գոյություն ուներ անգլերենով, թեև նա մահացավ առանց վհատվելու, մինչև Հռոմի ձեռքը կարող էր հասնել իրեն, բայց տեսեք սատանայի ատելությունը ինչքան շատ է այսպիսի մարդկանց, ճշմարտությանը հետևող մարդկանց հանդեպ, որ պապականները նրա ոսկորները հանեցին եւ հրապարակայնորեն այրեցին, այսինքն կյանքի ժամանակ չկարողացան դա անել, բայց իր ոսկորները այրեցին եւ հրապարակայնորեն, այսինքն հանեցին եւ հրապարակայնորեն այրեցին, իսկ մոխիրը թափեցին մոտակա առվի մեջ։ Սակայն ինչպես այս մոխիրը ցրվեց ջրի միջոցով,
Այնպես էլ նրա աշխատանքի արդյունքում Աստծո խոսքը կյանքի ջուրը լայնորեն տարածվեց։ Այսպիսով Աստված օգտագործեց նրան բարենորոգման լուսաբացի աստղին։ Այդպես է ինքը կոչվում, որտեղ նա առաջինն էր, որ այս քայլը արեց, Աստվածաշունչը թարգմանեց անգլերեն, հետո Մարտին Լյութերը թարգմանեց գերմաներեն, որպեսզի այն հասու լինի, մինչև այդ լատիներեն էր։ Մարդիկ չէին կարող կարդալ եւ հասկանալ, միայն վանականներն էին սովորում լատիներեն, եւ իրանք չէին ուզում, որ ճշմարտությունը տարածվի մարդկանց մեջ, որպեսզի ոնց որ ուզենան խաբեն։ Բայց այս մարդիկ իրանց կյանքը դրեցին վտանգի տակ եւ թարգմանեցին, որպեսզի ամեն ոք կարողանա կարդալ եւ հասկանալ Աստվածաշունչը, ինչպես որ վալդենսները ֆրանսերեն թարգմանեցին եւ տարածում էին։ Ուրեմն կարդանք Եբրայեցիների 2-րդ գլխի 14-15 համարները։ Արդ, որտեղ զավակներն արյան մարմին հաղորդակից եղան, ինքն էլ միևնույն կերպով հաղորդակից եղավ նրանց, որպես իր մահով կործանի մահվան իշխանություն ունեցողին, այսինքն սատանային, եւ ազատի նրանց, ովքեր իրենց ամբողջ կյանքում գերված են մահվան ահից։ Այո, մահվան ահից, այս ժամանակավոր մահվան ահից գերված են եւ դա կորցնելու վտանգից վախով ենթարկվում են մարդկանց, ովքեր սպառնում են իրանց եւ չեն ուզում հետևել ճշմարտությանը, այլ վախից հետևում են այս մարդկանց եւ իրենց ժամանակավոր կյանքը թշվառության մեջ են անցկացնում, փոխարեն Աստծոց ուժ ստանալով ճշմարտությանը հետևելու։ Ուրեմն Հուսը, Ջերոմին, Թինդեյլը, Լատիմերը եւ միջնադարի շատ այլ նահատակներ, նրանք սպանվեցին, բայց նրանց միջոցով լույսը տարածվեց։ Նրանք հավատացին Քրիստոսի խոստմանը, որտեղ ես կենդանի եմ եւ դուք նույնպես կենդանի եք լինելու։ Եվ հարցը ոչ թե միայն հավիտենականության մեջ է, հավիտենական կյանքի, այսինքն ժամանակի, այլ այն, որ հավիտենական կյանքը բոլորովին այլ որակ ունի, որ հավիտենական կյանքում չկա չարություն, չկա բռնություն, չկա լաց ու կոծ, չկա վատ բաներ չկան, այլ միայն լավ բաներ կան, եւ Աստված մեծ հնարավորություն է տալիս այդ ընտրելու։ Ուրեմն նրանք նույնիսկ ուրախություն գտան Քրիստոսի տառապանքներին հաղորդակցվելու միջոցով եւ նրանց հավատարմությունը հզոր վկայություն եղավ աշխարհի համար, նրանք նայում էին ներկայից այն կողմ դեպի գալիքը եւ նրանք գիտեն, որ Քրիստոսի հարության միջոցով մահը պարտված թշնամի է, այս խիզախ մարդկանց համար մահվան խայթոցը վերացել էր, նրանք կարճեցին Աստծո խոսքի խոստումներից եւ հաղթանակած դուրս եկան։ Կարդանք Հովհաննես 5 գլխի 11-ից 13 համարները։ Հովհաննես 5:24 Ճշմարիտ եմ ասում ձեզ, ով լսում է իմ խոսքը եւ հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի եւ չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։ Ջոն Հուսը աննկուն մնաց բանտարկության, անարդարության եւ անգամ մահվան առջև։ Նա ամիսներ շարունակ փակված մնաց ճաղերի հետևում։ Ցուրտ խոնավ պայմանները տենդի պատճառ դարձան, որ քիչ մնաց վերջ տային նրա կյանքին։ Այնուամենայնիվ Աստծո շնորհը զորացնում էր նրան։ Վերջնական դատավճռին նախորդած տառապալից շաբաթների ընթացքում նրա հոգին լցված էր երկնային խաղաղությամբ։
Նա իր ընկերոջն ասել էր. «Ես գրում եմ այս նամակը բանտից, շղթայակապ ձեռքով, սպասելով վաղվա իմ մահապատժին, երբ Հիսուս Քրիստոսի շնորհիվ դարձյալ հանդիպենք ապագա կյանքի երանելի խաղաղության մեջ, դու կիմանաս, թե որքան ողորմած է եղել Աստված իմ հանդեպ, որքան է զորացրել ինձ իմ փորձությունների և նեղությունների մեջ»։ Իր զնդանի մռայլության մեջ նա տեսնում էր ճշմարիտ հավատի հաղթանակը։ Մեծ պայքար H 108։ Պողոս առաքյալի հորդորն այսօր ավելի ու ավելի արդիական է հնչում. աննկուն պահենք հույսի դավանությունը, որտեղ խոստացողը հավատարիմ է։ Եվ վերջում կարդանք երկու հատված նորից մեծ պայքարից H 103 և H 105-106։ Աստված մեծապես լուսավորել էր այս ընտրյալ մարդկանց միտքը, այսքան Հուսը և Ջերոմը, բացահայտելով նրանց Հռոմի մոլորություններից շատերը, սակայն նրանք չընդունեցին ողջ լույսը, որ պետք է տարվեր աշխարհին, իր այս ծառաների միջոցով Աստված ժողովրդին դուրս էր բերում պապականության խավարից կամաց, քիչ, բայց նրանք բազում արգելքներ պետք է հաղթահարեին, ուստի նա առաջնորդում էր նրանց քայլ առ քայլ, որքանով նրանք ի վիճակի էին ընդունելու լույսը։ Այսինքն նրանք եթե սերունդների բանով վերցես, նրանք առաջին դասարանում էին։ Նրանք պատրաստ չէին միանգամից ընդունելու ամբողջ լույսը, այսինքն 10-րդ դասարանի ծրագիրը, և կմերժեին այն, ինչպես խավարում երկար ժամանակ մնացածներն են շրջվում կեսօրվա արևից։ Եթե այսօր առաջին դասարանցուն ասես ուսումնասիրի 10-րդ դասարանի կամ 5-րդ դասարանի ծրագիրը, խեղճ երեխեն ուղղակի հուսահատությունից թողնի կգնա։ Ուստի նա քիչ այն հայտնում էր առաջնորդներին այնքան, որքան որ ժողովուրդը կարող էր ընդունել։ Դարերի ընթացքում նոր հավատարիմ աշխատողներ էին վեր կենալու ժողովրդին բարենրոքման ուղիով էլ ավելի առաջ տանելու համար։ Այսինքն, ինչպես ասեցինք, մի սերունդն է սկսված, մյուս սերունդին ավելի շատ, երրորդ սերունդին ավելի շատ։ Մեկ այլ նամակում ուղղված ավետարանի աշակերտ դարձած մի քահանայի Հուսը խոնարհաբար խոսում է սեփական սխալների մասին, դատապարտելով իրեն ճոխ հանդերձ հագնելուց հաճույք զգալու և թեթևամիտ զգացմունքների վրա ժամեր վատնելու համար։ Հետո նա ավելացնում է հետևյալ հուզիչ հորդորները. «Թող Աստծո փառքը և հոգիների բժշկությունը զբաղեցնեն միտքդ, ոչ թե շահամոլությունն ու ունեցվածքը։ Զգուշացիր, որ տունդ ավելի չզարդարես, քան հոգիդ և ամենից ավելի հոգ տար հոգևոր շինության մասին։ Աղքատների հետ եղիր բարեպաշտ ու խոնարհ և կարողությունդ մի վատնիր խնջույքների վրա։ Եթե դու չշտկես կյանքդ և չխուսափես ավելորդություններից, վախենում եմ, որ ինձ նման դաժանորեն կպատժվես»։ Այսինքն այս խոսքերը վերաբերում էր ոչ թե միայն այն ժամանակվա քահանային, այլ այսօրվա բոլոր այն քահանաներին, որոնք ծառայում են այն եկեղեցիներում, որոնցում աղավաղված է Աստծո խոսքը, Աստծո օրենքը։ Այս խոսքերը ձեզ են վերաբերվում և մեզ են վերաբերվում յուրաքանչյուրիս, որ մենք այս կյանքը ոչ թե անցկացնենք սատանայի ազդեցության ներքո, տարվելով փառքով, հարստությունով և մեր կյանքը նվիրաբերելով դրան, այսինքն զբաղվելով կռապաշտությամբ, որտեղ Աստվածաշունչը ասում է ագահությունը կռապաշտություն է, այլ հակառակը հրաժարվելով ավելորդություններից, որպեսզի կարող լինենք ուրիշներին օգտակար լինել և կարողանանք մեր ժամանակը, որ այդքան ծախսում ենք ավելի ու ավելի հարստանալու համար, այդ ժամանակը ծախսել Աստծո խոսքը ուսումնասիրելու, տարածելու և Աստծո լույսը տարածելու համար։ Թող Աստված մեզ օրհնի այս գալիք շաբաթվա մեջ, որպեսզի մենք այս խոսքերը իրականացնենք մեր կյանքում Աստծո ողորմությունով մինչև մյուս շաբաթ։